շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ։ Շոյված է Ռուբինյանը, իսկ նեղսրտած է Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի դեռ գործող խոսնակը հավանաբար նկատում է լրագրողներին, բայց նրանց հետ շփվելու համար չի իջնում մեքենայից, սիրտ չունի։ ՔՊ վարչության մյուս անդամները սակավախոս են։ Մեկնաբանություն չեն տալի բդիտային։ Ինչի բան է, արգելված է խոսելը։ Չէ, արգելված։ Պարոն Գաբրիելյան, տպավորություն է, որ բոլորը դժգոհ են այս քվեարկությունից, ոչ մեկ չի ուզում խոսել։ Պարոն Պապոյան, մի Մեկնաբանություններ չեն տալի։ քանի հոգի եք քվեարկել Ռուբինյանի օգտին։ Ռուբինյանի խոսքով ինքը ավելի քան 10 ձայն է ստացել, ըստ Ժողովուրդ օրաթերթի Ալեն Սիմոնյանը դրա կեսի չափ 5 ձայն։ Երրորդ թեկնածուն Հայկ Կոնջորյանը Սիմոնյանի ձայներից էլ քիչ։ Բոլոր տեխնացուները ներկայացրել են իրենց տեսլականը կամ իրենց առավելություններն են փորձել ընդգծել եւ գրանցվել է այն արդյունքը, որը գրանցվել է, շոյված եմ արդյունքից։ Վերլուծաբան Կարեն Կարապետյանը չի բացառում, որ Անկարայի թելադրանքով է ՔՊ վարչությունը նախապատվությունը տվել հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին, թուրք դիվանագետ ՔԼՉ-ի գործընկերոջը։ Հաշվի առնենք նաև Ռուբեն Ռուբինյանի եւ ՔԼՉ-ի այդ ջերմարտկային հարաբերությունները, գրեթե այսպես ասած ընկերությունը, ապա չի բացառվում, որ Ռուբեն Ռուբինյանի նշանակում է, այ չասենք ընտրվել է, որովհետև դա նշանակում է ազգային ժողովի նախագահի պաշտոնում կարող է ուղիղ թելադրված լինել, թելադրված, ոչ թե առաջարկված կամ մեկ այլ բառ, այլ ուղիղ թելադրված լինի Թուրքիայի կողմից։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրք բանագնաց Սերդար ՔԼՉ-ը այնքան է ոգևորվել, որ առաջինն է շնորհավորել իր կրտսեր գործընկեր Ռուբինյանին ԱԺ թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Սերդար Բեյի ուղերձից ժամեր անց է միայն Facebook-ում Ռուբինյանին նվիրված շնորհավորական ստատուս գրել խորհրդարանի նախագահի պաշտոնը լքող Ալեն Սիմոնյանը։ Գրառման տակ Ռուբինյանը մեկ նախադասությամբ շնորհակալություն է հայտնել նրան 8-րդ գումարման ԱԺ աշխատանքը փայլուն կատարելու համար։ Ցանկացած գործիչ, երբ նրան նեղացնում են, այդ պրոտոկոլային արտահայտությունը ունի, չէ, հանուն պետության, հանուն հայրենիքի, հանուն կուսակցության, գաղափարի, ֆլանի, ֆստանի, դե այլ բան չէր էլ կարող գրել, որովհետև հակառակ դեպքում կարժանանար Նիկոլ Փաշինյանի զայրույթին, իսկ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է, երբ զայրանում է, պատժում է ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաև պատժում է յուրայիններին։ Խորհրդարանի կուլիսներում խոսում են, թե Սիմոնյանին անկյուն քշելով Փաշինյանը ուզում է դաս տալ իր թիկունքում խաղեր տվողներին։ Ասում են, ՔՊ ղեկավարին դուր չի գալիս, որ Սիմոնյանը յուրայինների առանձին խումբ է ստեղծել եւ փորձում է ազդեցության նոր լծակներ ձեռք բերել։ Ինքը Սիմոնյանը, սակայն, նախընտրական շրջանում ջանք չէր խնայում Փաշինյանին իր հավատարմությունը ցույց տալու խորհրդարանի խոսնակի աթոռը պահպանելու համար։ Ժամանակին Վանո Սիրադեղյանը պատմվածք ուներ ափսոսել երեխան։ Հիմա ափսոսերը Ալենը, նրա այդքան ջանքերը, նրա այդքան պերաշկի ուտելը, կուկուռուզ ուտելը, չգիտեմ, դե կարտոշկա էլ է, ինչ է ուտում, ամեն ինչ կերավ, այդ մարդը թքեց քաղաքացու երեսին, այդ մարդը պատրաստ էր հանուն Նիկոլ Փաշինյանի զոհել իր կյանքը, նույնիսկ երևի պատրաստ էր, չգիտեմ, այդքան փորձում էր ծառայել Նիկոլ Փաշինյանին, սակայն այս պայդրությամբ կանգնել է կոտրած տաշտակի առջև։ Կարեն Կարապետյանի կարծիքով իշխանական թիմում լարվածությունը շուտով ավելի է խորանալու, երբ սկսվի պաշտոնների բաժանումը։ Ըստ նրա, թիմի ներսում կլինեն շատ դժգոհություններ, որոնք սակայն ՔՊ խոհանոցի պատերից դուրս չեն գա։ Հիշում եք, չէ՞ Քաժնազարը, որ ասում եք գյադեք դեսն անցեք, չէ, գյադեք դերն անցեք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ Քաժնազարն է, նա ասում է դու պետք է ստեղ լինես, դու ստեղ, դու ստեղ, դու ստեղ։ Իսկ դու եթե նեղացել ես, լավ ես արել, բայց այնուամենայնիվ դու քո նեղացվածությունը կարտահայտես ձեր տան խոհանոցում։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։